Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան 23 նոյեմբերին Արարատ մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցվո մեջ պիտի մասնակցի դեր Երվանդ Քահանա Բաբայանի ծերամբ մատուցվող բադարակին, քրած է վարչապետը թիմադետրի էջին։ Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Բաբոյան մասնակցած է Հայաստան-Ֆրանսա արևդրական արդյունաբերական բալադի հայաստանյան մասնաճյուղի բացման արարողության գայտնե տնտեսության նախարարությունը։ Նախարարը վստահություն հայտնած է, որ բալադը պիտի դառնա հարթակ, որտեղ պիտի հանդիպի նոր խաղապարներ, նոր նախաձեռնություններ թե հայկական թե ֆրանսական ընկերություններուն համար։ Արևդրական արդյունաբերական բալադի գործունեության նպատակն է աջակցել երկկողմ ներդրումներու խթանման, մրցունակ ճյուղերու զարգացման եւ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև գայուն եւ երկարաժամկետ տնտեսական գործընկերության։ Բրազիլի մեջ ընթացող COP30-ի շրջանակները ներս նախարար Համբարձում Մաթևոսյան հանդիպում ունեցած է Նեպալի գլիմայի եւ գյուղատնտեսության ոլորտի ականավոր գիտնական շուտով երկրի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձնող Մադան Պրասադ Բարիարին։ Անդրադարձ կատարված է նաեւ COP30-ի մասնակից այլ երկրներու միջև համագործակցության խորացման ուղղությունները, մասնավորապես գլիմայական մարտահրավերներու հաղթահարման, գայուն գյուղատնտեսության զարգացման եւ բնապահպանական քաղաքականություններու համադրման ոլորտները ներս։ Քննարկված են Հայաստանի նախադեсվող COP17-ի արդյունավետ կազմակերպման եւ օրագարկի ձևավորման վերաբերող հարցերու լայն շրջանակ, նախարարը գործընկերներուն հրավիրած է Հայաստան շարունակելու երկկողմ քննարկումներ եւ նախանշված համագործակցությունը տեղափոխելու գործնական հարթություն։ Կալիֆոռնիա կատարած աշխատանքային այցելության շրջանակները ներս Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մգրտչյան հանդիպում ունեցավ Հյուսիսային Կալիֆոռնիա համաշխարհային արևդուրի կենտրոնի նախագահ եւ գործադիր դնորեն Ջոն Շեայի, ինչպես նաեւ գործառնություններու գիտով դնորեն Թեսա Քարթերի հետ գայտնեն տեսփանադունեն։ Հանդիպման ներկա եղած է նաեւ Լոս Անջելեսի մեջ Հայաստանի գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյան։ Զրուցակիցները քննարկած են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիները եւ այդ բարունակի մեջ հնարավոր նոր նախաձեռնությունները։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մգրտչյան հանդիպում ունեցավ Սակրամենտո շրջանի տնտեսական խորհրդի գործադիր փոխնախագահ Թրայելս Ադրյանի հետ գայտնեն տեսփանադունեն։ Հանդիպման ընթացքին քննարկված են Սակրամենտոյի տնտեսական գարելիությունները, ինչպես նաև փորձի փոխանակման եւ համատեղ ծրագիրներու իրագործման հերանեկարները։ Քննարկումներու արդյունքներով ձեռք բերված է պայմանավորվածություն գազམ་ագերբել բիզնես պատվիրակություններու փոխայցելություններ նպատակ ունենալով հատկապես գիսահաղորդիչներու նախագծմամբ եւ արտադրությամբ զբաղող փոքր եւ միջին ցերնարգություններուն ներկայացնել Հայաստանի ոլորտային գարելիությունները։ Անկարան կշարունակի աջակցել Ադրբեջանին հետևելով մեկ ազգ երկու պետությունը սկզբունքին հայտարարած է Թուրքիո նախագահը։ Ռեջեփ Թայիփ Էրդողան կառավարության նիստեն հետո ունեցած ելույթին մեջ նաև վերահաստատած է, որ իր երկիրը ասկե հետ կալ չանկեր պիտի գործածրե հանուն հարավային Կովկասի մեջ գայունության եւ տնտեսական զարգացման։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մեջ չերմ ընդունելության արժանացուց Սաուդական Արաբիա քահաժարանք արքայազն Մոհամմեդ բն Սալմանին։ Հանդիպան ընթացքին նշված է, որ կողմերը ստորագրած են պաշտպանության ոլորտի ներս ռազմավարական համաձայնագիր, հայտարարած են թագավորության կողմեն Ամերիկայի մեջ 100 միլիարդավոր դոլարի նոր ներդրումներու մասին, հաղորդե The Associated Press գործակալությունը։ Կողմերը համաձայնություն ձեռք բերած են Սաուդական Արաբիա ամերիկյան F-35 կորզանիչներու վաճառքի շուրջ։ Գործակալությունը կհիշեցնե, որ Պենտագոնի մեջ որոշ մարդիկ թեմ էին ադոր, քանի որ մտավախություններ կային, որ այդ առաջադեմ տեխնոլոգին հասանելի պիտի դառնա Չինաստանին, որը սերտ հարաբերություններ ունի Սաուդական Արաբիա հետ։ Միևնույն ժամանակ Թրամփ նշած է, որ Իսրայել արդեն ունի F-35-եր։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ կքննադե Ռուսաստանի եւ Չինաստանի որոշումը ծերմբահ մնալ ՄԱԳ-ի անվտանգության խորհրդի մեջ գազայի հատվածին խաղաղության իր ծրագիրի բանացեվի քվեարկության ժամանակ։ Ան այս մասին ասած է 18 նոյեմբերին Սպիտակ տան մեջ Սաուդական Արաբիա թագաժարանք վարչապետ Մոհամմեդ բն Սալմանի բադվույն գազམ་ագերբված ընթրիքի ժամանակ։ Իսրայելի վարչապետը ողջունած է ՄԱԳ-ի անվտանգության խորհրդի մեջ ընդունված գազայի մեջ խաղաղության ամերիկյան ծրագիրին աջակցող բանացևը եւ նշած այն պիտի նպաստի խաղաղության, քանի որ կենթադրե գազայի աբարազմականացում։ Բենյամին Նեթանյահուն հույս հայտնած է, որ արդյունքով կարելի պիտի լափարելավել Իսրայելի եւ հարևան երկիրներուն հարաբերությունները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հայտարարած է, որ Ռուսաստան շուտով պիտի գիրառի հայելային միջոցառումներ Չինաստանի քաղաքացիներուն համար վիզայի ծրությունը վերացնելու համար։ Մեր կողմեն հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի ժողովրդական հանրապետության քաղաքացիներուն համար, որոնք Ռուսաստան գայցել են, ըսած է Պուտին Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպան ժամանակ։ Չինաստանի արտաքին գործոստ նախարարությունը նախաբես հայտարարած էր, որ Չինաստան սեպտեմբեր 15-ին սկսյալ Ռուսաստանի քաղաքացիներուն համար պիտի ներծնե 1 տարվան 30 օրյա փորձնական առանց վիզայի ծրություն։ Այս քաղաքականությունը կդարածվի սովորական անձնակիր ունեցողներուն վրա։ Ճապոնի Օիդա ափամերձ քաղաքին խոշոր հրթիռ փրկած է, որում պատճառով ավելի քան 170 շենք այրած է, գրագը մոլեկնած է ամբողջ գիշեր եւ դեռ ամբողջությամբ չեմ արած։ Կդեղեկացնե Reuters գործակալությունը։ Գրագը կետնին հավասար դարձուցած է բազմաթիվ դուներ, ըստ դեղի լրատվամիջոցներուն հրթիռը դարածված է նաեւ մոտակա Անդարաբադ լանջերուն։ Հրթիռի փրկման պատճառը կհետաքննվի։ Ըստ Հայաստանի Հանրապետության օրենքին օդար լեզվով ֆիլմերը Հայաստանի մեջ պիտի ցուցադրվին հայերեն ենթակիրերով, ապահովելով ավելի լայն լսարան։ Նախաձեռնությունը գիրականացվի Հայաստանի գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարարության եւ Հայաստանի կինոյի հիմնադրամի համատեղ ջանքերով։ Հաջորդ շրջանին նախատեսված է նաեւ օդար լեզվով ֆիլմերու հայերեն գրքնօրինակման իրականացում։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը